Успех построен на любви. Лебо Голд. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մենք այսօր այցելել ենք հայր եւ դուստր Մնացականյաններին, տեսնենք թե ինչպիսի օր է մեզ սպասում եւ հատկապես ինչպիսի կերակուրներ են նրանք միասին պատրաստելու։ Բարև ձեզ Մնացականյաններ։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Չեք մնա քաղցած, համեցեք։ Ես վստահ եմ, որ չենք մնա։ Աշխատանքային օր է, բայց Ագապին այս պահին գտնվում է տանը։ Ես կարծում եմ, որ նա պետք է լիներ ուսումնական հաստատությունում։ Այո։ Ինչով է պայմանավորված, որ Ագապին այսօր տանն է։ Հատուկ մեզ համար է դա։ Իհարկե, որովհետև Ագապին գրեթե չի բացակայում դպրոցից, բայց հարգելի պատճառներից ելնելով մնում է տանը։ Շատ շնորհակալություն, որ այսօրը ճակերտավոր զոհել եք մեզ համար։ Դե սկսենք ամենասկզբից։ Ինչով եք զբաղվում ընկերներ, չնայած ես հետևել եմ, թե դուք ինչով եք զբաղվում, բայց լայն հասարակության համար խնդրում եմ դուք ներկայացրեք, թե ինչով եք զբաղվում եւ հատկապես հայր ու դուստր ինչ գործունեություն եք ծավալում։ Դե ես ասեմ, թե դու Ագապի։ Լավ, օքեյ, ես կասեմ։ Ես իմ աշխատանքային բնույթը հանդիսավարն է, ես հանդիսավար եմ, այսինքն հարսանիքներ, կորպորատիվներ, դա հիմնական աշխատանքն է, բայց արդեն հեսա կլինի մի տարի, որ Ագապիի հետ Instagram-յան էջ ունենք ու պապա աղջիկ Instagram-յան էջ ենք վարում ու նաև արդեն YouTube-յան վլոգներ։ Ումն էր գաղափարը, Ագապին էր ցանկանում շատ լինել ձեզ հետ, թե դուք եք ցանկանում, որպեսզի Ագապին ներգրավի այն ամենում, ինչով դուք զբաղվում եք։ Դե պատմի Ագապի։ Էդի մամայի գաղափարներ։ Մամայի գաղափարներ։ Բայց ինքը տենց օրգանիկ է, ոնց որ հասել դրան, երբ որ ես Instagram-ն էջ ունեի, դե գործնական մասով հարսանիքների, միջոցառումների, ընթացքում Ագապիի հետ առանձին էջ չուներ ինքը, իմ էջում ինչ-որ վիդեոներ էինք դնում, սթորիների մակարդակով, ռիլեր եւ այլն, բայց քիչ։ Հետո հասկացանք, որ այս երեխան աճում է, պոտենցիալ ունի ու մայիսին որոշեցինք, որ պետք է լրիվ առանձին էջ բացենք, որը ընդհանրապես կապ չունի իմ գործի հետ, այսինքն ինքը լինելու է նոր կոնտենտ, նոր գաղափար, նոր ասելիք ու կարծում եմ ստացվեց։ Իսկ ինչն է ասելիքը։ Ասելիքը առաջին իմ գլխի մեջ որ գաղափարը եղել է ինչ ունենք մեր փոխանցելու, կա խնդիր պապա ու աղջիկների առասարակ պապան ներգրավվածությունը, պապաների ներգրավվածությունը երեխաների կյանքում, ես մտածեցի, որ մենք կարանք մի փոքր ինչ-որ մեսի sense հաղորդակցություն տանք մեր հանրությանը, որ պապաները նույնպես կարան ներգրաված լինեն ու շատ ներգրաված լինեն բոլոր ոլորտներում երեխաների կյանքում։ Ուտե, պապա ուտե, ինչպես ասում էր հայտնի երգում։ Ագապի, քեզ դուր է գալիս այն ամեն ինչով որ զբաղվում եք, հա։ Հա։ Բայց ինչ ես այդքան երկար մտածում, ինչ է, չգիտես։ Իսկ չի լինում, որ օրինակ ինչ որ բան պետքա նկարեք, բայց դու այդ օրը չես ուզում որ նկարվես։ Ո՞նց է լինում, մեկ լինում է։
ու չեն ջղայնանում մեծերը ասեն դե լավ էլի Ագապի, որ ասում ենք պետք է անել, ուրեմն պետք է անել։ Ոնց անում եմ։ Ստիպված։ Հա։ Լավ։ Պասպորտը հետ կտնանք վերջում։ Այո, ինչ որ մի տարիք կգա, որ կվերադարձնեք։ Արշակ, դուք մասնագիտությամբ ռեժիսոր եք, եթե չեմ սխալվում։ Ավարտել եմ, այո։ Ավարտել եք Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը եւ նշեցիք, որ երեխայի մեջ տեսակ պոտենցիալ։ Ըստ ձեզ, հետագայում Ագապին ինչով կզբաղվի, արդյոք արվեստի ճյուղը կընտրի կամ դուք կցանկանաք, որ նա ընտրի արվեստի ճյուղը թե ոչ։ Թող մի հատ ինքը ասի, ուզում է թե չէ, հետո ես կասեմ ինչ եմ տեսնում Բարի, Ագապի, դու ինչով ես ուզում շարունակել։ Լավ, սենց հարցնեմ, որ մեծանաս, ինչ ես դառնալու։ Երկչուհի։ Երկչուհի, միանշանակ է եւ չի քննարկվում։ Այո։ Արշակ։ Ես ու շատ եմ վերլուծել այս ընթացքում այս process-ները, որովհետև ինքը շատ նուրբ տեղ է, երբ որ ինքը այն տարիքում է, որ պետքա շատ զգուշ լինենք, այս ամեն Instagram-ը, ինտերնետյան հարթակը առասակ շատ վտանգավոր է, առավելևս երեխայի համար, առավելևս աղջիկ երեխայի համար, բայց ու վերլուծում ենք կնոջս հետ անդադ ոնց անենք որ ճիշտ լինի, ոնց անենք որ ճիշտ լինի ու այո, կա տեղեր, որ մի փոքր նաև պարտադրում ենք որ անի, ոչ թե նրա համար որ դա մեզ պետք է, այլ դա իրանա պետք լինելու ապագայում, որովհետև եթե իրան օրինակ երեխաներին լսենք, իրանք չեն ուտում դպրոց, չեն ուզում գնան, չեն ուզում զբաղվեն ինչ-որ բանով լիքը ժամանակ, ծնողները ստիպում են դա ու դա մենակ ու մենակ իրանց ապագայի համար։ Ես տեսնում եմ, որ ինքը կարա օրինակ մեծ բեմերում լինի կամ մեծ ֆիլմերում լինի, ես դա տեսնում եմ ու դրա համար հիմա ամեն ինչ կանեմ, որպեսզի անգամ եթե ինչ-որ տեղեր ինքը չի ուզում, բայց անի, որովհետև ես մեծ մարդ եմ, հասկանում եմ, ծնող եմ, տեսնում եմ այդ պոտենցիալը, որ ունի իմ աղջիկը։ Կուղորթեք նրան դեպի թատրոնի կինոյի պետական ինստիտուտ։ Բարդ հարց եք տալի։ Կարծում եմ հա։ Կարծում եք հա։ Բայց մտածելով եք հարց։ Հա, այն ինչը որ ես անցել եմ, չի ուզի ինքը անցնել այնտեղ, բայց այն ինչ որ հիմա կատարվում է ու այն պոտենցիալը որ ունի այդ ինստիտուտը, ես կարծում եմ որ այո կուղորթեի։ Երբ մենք նոր պետք է սկսեինք նկարահանումները, Ագապին ինձ շատ հետաքրքիր բան նվիրեց, այն մի փոքր իհարկե տեսքից ընկավ, ես ցանկանում եմ ցուցադրել եւ ես մեկը արդեն փակցրեցի հեռախոսի վրա, շատ հետաքրքիր, գաղափարախոսություն, եկեք խոսենք հայերեն։ Եվ Ագապին նույնպես գրում է այդպիսի շապիկ, որի վրա նույնպես գրված է եկեք խոսենք հայերեն։ Այն ձեռագիրն է։ Հա։ Իրոք շատ գեղեցիկ ձեռագիր ունես ուրեմն։ Ինքը ոնց է եղել գաղափարը։ Երբ որ մենք 2023 թվականին վիդեոներ էինք նկարում, կինս մի հատ վիդեո նկարեց, որտեղ այս գաղափարներ եկեք խոսենք հայերեն ու Ագապին ոչ հայերեն բառերը, օրինակ ոչ թե ջեբ, այլ գրպան, ու սենց շարքը շարունակվում էր, այս իդեան օթի մեջ, բայց բարբերաբար նկարում էինք։ Մի քանի ամիս առաջ գաղափարը եկավ, որ պետք է սա բրենդ դառնա, եկեք խոսենք հայերեն, ու հիմա մենք արտադրություն ունենք շապիկների, հետագայում ուզում ենք նաև գրենադական պիտույքներ եւ այլն, օրինակ նայեք, այստեղ ոչ թե քյորփա, այլ երեխա։ Հատկապես որ քյորփան մեր հարևանների լեզվով է։ Ոչ լավ հարևանների։ Ու այս իդեան մենք կարծում ենք, որ ինքը ասելիք ունի մեր հանրության մեջ, իմ համար էլ է շատ դժվար իրականում, որովհետև հայերենը ես կարծում եմ շատ բարդ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ լեզու է, քանի որ մեր հասարակության մեջ շատ չեն գրագետ խոսացող մարդիկ ու իրականում դժվար է առօրյայում տանը փողոցում խոսել շատ սիրուն հայերենով, բայց ես կարծում եմ կան բառեր, որոնք մենք կարանք փոխենք, գաղափարը բոլորին դուր է եկել, ասենց ասեմ, որ մենք սկսել ենք ու ինքը դեռ աճելու շատ տեղ ունի։ Ինձ նույնպես շատ է դուր եկել այդ գաղափարը, դրա մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ, հիմա անդրադառնանք այսօրվան։ Ինչ եք մեզ համար պատրաստելու։ Ագապի։ Ես պատրաստելու եմ պիցցա։ Խմորից սկսած։ Այո։ Լուրջ։ Սկսած։ Շատ հետաքրքիր էր։ Ես կպատրաստեմ կարտոֆիլ, հավ եւ սալատ։ Մենք որոշել ենք, որ ոնց պատրաստենք այն ամեն ինչը որ մենք կարողանում ենք, որովհետեւ շատ բան չենք կարողանում պատրաստել։ Մաման է օգնում։ Այո։ Սարքել։ Այսինքն ինչ որ ստացվում է մեր մոտ դա Բայց ես կանենք։ նենց բան եմ ուզել սարքել, որ ոչ մեկ ինձ պետք չի օգնի։ Դու մեզ։ Լավ։ Մի մաս։ Okay, Բարի, բարի։ Դե առաջարկում Մաման եմ։ ինձ բաները կտա, ես կղառնեմ, ինչ կուզեմ կանեմ։ Շատ լավ, պայմանավորվեցինք։ Հիմա երևի թե գնանք գնումներ կատարելու, եթե Գնանք դեմ շատ չեք իհարկե։ հետաքրքիր տեղից գնումներ կատարելու։ Դա կքննարկենք արդեն դրսում։
Գնացինք։ Շնորհակալություն։ Ոնց հասկանում եմ, ձեր տան պրոդյուսերը մաման է, հա։ Այո։ Որովհետև անդադար խոսվում է իր մասին, բայց ինքը որևէտեղ չի երևում։ Կուլիսներում կինես Արդեն ինքը երևալու է։ Հա։ Կուլիսներից արդեն դուրս է գալի։ Որոշել ենք, խնդրում ենք մամային, որ շատ հայտնվի մեր Instagram-յան ռիլերում, որովհետև մեր հետևորդներն էլ են ուզում, բայց կինս ավելի կուլիսային գործերն է անում, որը այդ առյուծի բաժինն է, 51%-ն է։ Հասկացա։ Ագապի ոնց կլինի կուրտ կան հայերեն։ Բաճկոն։ Ապրես դե բեր բաճկոնները գնանք։ Մենք արդեն գտնվում ենք ձեր բակում։ Սեփական տուն է, կրկին ինչպես նախորդիվ, բայց կրկին կա բակի խնդիր։ Ագապի դու բակ գնում ես խաղալու, թե չէ։ Ոդը մեկ-մեկ։ Իսկ կա տարածք, որտեղ խաղում եք, թե այս հատվածում եք խաղում։ Ստեղ չենք խաղում։ Այնտեղ ենք խաղում, որտեղ իմ քուրիկի տոնը այնտեղ է։ Ագապին մոտիկ տարածքում ընկերուհիներ ունի։ Ստեղ էլ ունեմ ընկերուհի, այնտեղ էլ ունեմ ընկերուհի։ Իմ ընկերոջ ընտանիքն է այստեղ ապրում, որոնց հետ շատ մտերիմ է Ագապին, գնալ գալ ոտքով Դուք հարևանների հետ հարաբերություններ, լավ, դրացիական, ընտիր։ շատ լավ է։ Ստացվում է հարևանություն Կարանք անել։ հիմա դաժե գնանք սուրճ վերցնենք մի քիչ։ Չէ, մենք ձեզ սուրճ կտրամադրենք, հավատացեք, դրա կարիքը չկա։ Իսկ սև բիբար, Նաև սև պղպեղ, իսկ գրեչկա, նաև մի հատ բան ասենք, ես ու Ագապին հավասար։ Այո։ 1, 2, 3։ Ընտրյալ հատիկ, համի գախնիկ, մառանիկ։ Ընկերներ, խոսքեր չունեմ, հրաշալի։ Գնում ենք մեր մեքենայով, թե ձեր մեքենայով։ Ձեր մեքենայով եկեք գնանք։ Իմ մեքենան կարծում եմ հարմար չի, որ բոլորով տեղավորվենք։ Ձեր մեքենան համել թանկանոց է։ Լավ, շնորհակալություն լավ կարծիքի համար, գնանք մեր մեքենայով եւ փորձենք մեքենայի մեջ զրուցել։ Խնդրեմ հետևի մասում տեղավորվեք։ Եկեք իմ աղջիկը։ Համեցեք։ Համեցեք։ Մերսի։ Ոյ։ Մերսի։ Ես նստում ստեղ։ Գնում ենք գնումներ կատարելու։ Եթե կարելի է հնչեցնել, թե որ թաղամասում են գտնվում, կխնդրեմ թույլ տաք, որպեսզի հնչեցնեմ։ Այո։ Համեցեք։ Էրեբունի թաղամասում են գտնվում եւ ինչպես հասկանում եմ, դուք շատ կապված եք այս թաղամասին։ Ոտքերս կպած է հողին այստեղ։ Մանկությունը անցել է այստեղ, Ամբողջ պատանեկությունը այստեղ եւ հիմա էլ շարունակում եք այստեղ ապրել։ Հաղորդման այս հատվածում մենք մեր հյուրերին մշտապես տալիս ենք այս հարցը, դուք բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Ես կարող եմ ասել։ Իհարկե, Սիրով Որ իհարկե։ մարդիկ աղբյուր թափեն գետին, մենակ ետ եմ ուզում։ աղբ չթափեն գետին։ Շատ կարևոր բանի մասին է խոսում իրականում Ագապին։ Թափենք, պետքա տուգանենք։ Ես տենց եմ ուզում։ Իրականում կա այդ օրենքը, բայց չեմ կարծում, որ լիարժեք գործում է, բայց շատ կարևոր բանի անդրադարձավ Ագապին եւ ուզում եմ հասկանալ, սա ձեր հետ անցկացրած զրույցների արդյունքում է հանգել այդ ամենին Ագապին, թե Նաև ես կարծում եմ այն դպրոցում, որտեղ ինքն է սովորում, տենց մանրուքների, մանրուք ճիշտ հասկացեք ինչ նկատի ունեմ, էլի, այսինքն կարող է մեզ նուրբ հարցերի անդրադառնում կարող է։ է մեզ հիմա թվա դա ժամանակը չի, մենք երկարաժամկետ սովոր չենք դիտարկել տենց հարցեր, բայց դպրոցում այդ համակարգում շատ ուշադիր են նման հարցերի ու շատ անգամներ ես եմ Ագապիից սովորում, որովհետև ինձ այդ տարիքում շատ չեն սովորացրել նման բաներ, որովհետև կարծում եմ ժամանակներն ու ապրելակերպն է մի փոքր այլ եղել։ Ագապիի պատասխանը շատ դիպուկ էր, բայց մենք սպասում ենք նաև ձեր պատասխանին։ Իմ համար շատ դժվար է նման հարցի պատասխանելը։ Ես միայն ոչ այս հաղորդման ֆորմատը, այլ առհասարակ եմ մտածել, օրինակ, հիմա սպասվում է օրինակ ընտրություն է, ես մտածել եմ ինչ կանեի, եթե լինեի երկրի ղեկավար, ու առհասարակ եթե օրինակ ունենայի այն որ մենակ պարկում ես գիշերը ու մտքերիդ հետ մենակ ես մնում, երեք ցանկություն ունենայի, բացի փողը, ինչ կանեի, եթե հարցը ձևակերպենք sense մի անգամից լիներ իմ ասած, օրինակ ես ասայի AC լինի ու առանց պայմանի դա լիներ, թե օրինակ process-ներ պետք է անցնեինք։ Ինչ որը նկատի ունեք դուք, օրինակ ես ասեի էլ աղբ ոչ մեկ չթափի ու այսօր այնց էլ չթափեր։ Շոշափելի կամ ոչ շոշափելի երևույթ։ Ֆանտաստիկա է կարա լինի դա։ Իհարկե։ Փոսերն էլ ենք հաշվում Երևանի։ Դե ֆանտաստիկ փոսեր կան, կարելի է հաշվել։ Չէ, ես կուզենայի մտքի մակարդակում կասեմ, որ մենք մի օր գիտակցեինք մեր
սեփական հնարավորություններ, թե մենք ինչ հնարավորություններ ունենք մեր չափը իմանայինք մենք։ Էդի մտքի մակարդակում ոչ տեսանելի ցանկություն եմ։ Օրինակ մենք ճիշտ գնահատեինք մեր ուժը, մեր հնարավորությունը, մեր ռեսուրսը, սա ես Հայաստանի մակարդակով եմ ասում։ Իսկ անձնական կուզենայի իրականում էլի, էսի տենց թող պաթետիկ չհնչի, կուզենայի իրոք մարդկանց սերը շատ լիներ միմյանց հանդեպ։ Ինձ թվում է դա շատ է պակասում մեր առօրյայում, այնքան վատ ինֆորմացիա կա։ Հասանք գնումներ կատարելու ամենահետաքրքիր փուլին, ինչու ամենահետաքրքիր, որովհետև Երևանում պահպանված հատուկենտ շուկաներից մեկն է սա։ Գումի շուկայում ենք գտնվում։ Հոտը զգում ես։ Ես միշտ եմ զգում այս հոտը եւ շուկաներին բնորոշ է։ Ինչից ենք սկսում։ Ցուցակը նայենք։ Միշտ ցուցակով եք։ Իհարկե, ու եթե նայենք իմ ու կնոջս նամակագրությունը, ես 8 տարի ամուսնացած եմ, 98% ես եմ անում մեր տան առևտուրը։ Շատ ողջունելի է։ Դե իրար հետ 2%-ը քեզ համար էր թողել Ագապի։ Ես առաջարկում եմ միս առնենք սկզբում ու Ինչ միս է անհրաժեշտ։ Հավի։ Հավի։ Դե գնանք հավի միսը գնելու։ Թարմ հավ է պետք, թե կոնկրետ ինչ-որ հավի հատված է պետք։ Միայն բդիկներ, այո։ Հավը մի փոքր այն կողմում է։ Ունենք բդիկներ։ Ունենք բդիկներ։ Ահա։ Այս նրանցից է մեզ պետք։ Օ, Մոտավորապես ինչ քանակությամբ։ Մոտավորապես 1.5 կիլոյի կարգի։ Ագապի, դու սիրում ես հավի միս։ այո։ Հա։ Ես մսային ինչ Չէ, ասեցի։ էսի մեծ բդիկ։ Հա։ Այս նրանցից է պետք։ Թևիկ։ Հա, թևիկ ուրեմն։ Իսկ պիցան ինչով ես պատրաստելու այսօր։ Էսի քանի կիլո է։ Պիցան պատրաստելու եմ պեպերոնի բանը, երշիկով, էլ ինչով։ Պանիր հալվով։ Դե սոուսի հայերենն էլ ասա, խոսենք հայերեն։ Չէ, միշտ սոուսի հայերենը։ Պապան կօգնի։ Սոուսի հայերենը։ Սոուսի հայերենը։ Თ տառով է սկսվում։ Ըստ մի հատ են բանի Այդպիսի խմիչք կա նաև, ըմպելիք կա նաև, տիպիկ հայկական այդպես է սկսվում։ Թանձրուկ։ թանձրուկն է։ Այո։ Այո։ Թանձրուկ։ Մենք կարծես թե միսը Այո, գնեցինք։ Սավարի ուրից արդեն մրսեցի։ Всё։ 2300 դրամ է կազմում եւ առաջարկում եմ մենք վճարենք ձեր փոխարեն։ Գախնիկ կա այստեղ, չեք կարող դուք վճարել, որովհետև ձերը քարտային է, չէ՞։ Մեր ամեն կերպ է Դե աշխատում։ ես կվճարեմ։ Լավ։ 2000։ Այ 300։ Սպասենք ձեզ բանջարեղենի մոտ։ Այո։ Բարի։ Կարտոֆիլ ունեք։ Հինը։ Լավ, այնտեղ բանջարեղեն կա, այնտեղ թե մենակ կարտոֆիլ է։ Դե ինձ չերի լոլիկ տվեք, ինչքան է։ Կինո 3000։ Ինձ կես կիլո տվեք, էլի։ Արշակ, հուսամ չենք խանգարում ձեզ։ Չէ։ Ես իմ առևտուրն եմ Ինչ անհրաժեշտ խնդրում եմ ասեք։ Ուրեմն պետքա չերի լոլիկ, վարունգ, պետքա կարտոֆիլ, պետքա Ագապի պիցայի ատրիբուտները, որոնք այստեղից չենք կարող գտնել, կարծում եմ։ Ահա։ Ես առանձին եմ։ Ես են կողմ։ Այդքանը։ Այդքանը։ Այո։ Ագապին շատ ինքնուրույն է։ Այո։ Դա ձեր դաստիարակության արդյունքն է, թե բնավորության գիծ է։ Կարծում եմ այդ մասով ինձ է նման Ագապին ու այդ դաստիարակությունը ես փոխանցել եմ օրինակի համար դա եղել է մանկություն շատ փոքր վաղ տարիքից երբ օրինակ Ագապին մանկապարտեզ էր գնում պետական մանկապարտեզ այո Պետական է գնացի, հետո դպրոց Չէ, նայ, գնացի այդ նա 5-ը ինչով ժամետի պետական չի։ Դպրոցի Արշակ ձեր դուստերն է, անունը Ագապի, իրար հետ բավականին շատ հոլովակներ ունեք։ Այո, ու ծանոթանում ենք հիմա, դու գնացել ես պետական մանկապարտեզ։ Չէ։ Երևանի մասին պետականը որն է, ասա, պետական մանկապարտեզը որն է։ Ցանկացած մանկապարտեզ մինչև 5-ն է։ Հաղորդման ֆորմատը կամաց-կամաց փոխվում է, եկեք անդրադառնանք մեր գնումներին, հետո այս հարցերը parzենք կադրից դուրս։ Ինքնուրույնի հետ կապված ասեմ, Ագապին երբ որ փոքր էր, 3 տարեկան, 4 տարեկան, ես թողում էի մեքենայից իջնում էինք, ինքը մենակով բարձրանում էր աստիճանները ու գնում էր խումբ։ Ուտեղից քիչ-քիչ ձևավորվել է այդ ինքնուրույն լինելը, հետո արդեն բակում խաղալը, գնա դուրս խաղալ, լուծի հարցերը տարի տուն։
Վճարենք։ Վճարենք։ Ես առաջարկում եմ կրկին մենք վճարենք ձեր փոխարեն, Մի թե հատ քարտային գնում թե կա, որ կանխիկ։ ես կթողեմ դուք վճարեք։ Կրկին, ապա որն է դա։ Այստեղից կարծում եմ տնական գինի կառնենք։ Ես կթողեմ դա դուք վճարեք։ Բարի։ Մնացածը ես կանեմ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Դե գնացեք վճարեք, մենք էլ գնանք գինին գտնենք եւ առնենք։ Արշակ մենք առհասարակ այսպիսի նկարահանում չենք ունենում, երբ գնումներ կատարելուց հետո վերադառնում ենք տուն եւ նկարում ենք այդ ընթացքը, բայց դուք պնդեցիք, որ պետք է նկարահանել։ Ինչով է դա պայմանավորված։ Ես շատ չեմ խոսի, ուղղակի կասեմ այն ինչ որ ներսում կկատարվի, ուղիղ կապ ունի իմ մասնագիտության հետ ու դա կարծում եմ այսօրվա մեր ամբողջ process-ը ավելի հետաքրքիր կդարձնի, համեցեք։ Եթե մեզ երաժիշտներ են դիմավորելու շատ հետաքրքիր կլինի իհարկե։ Ունենք։ Գնաց։ Տուր։ Իմ ընկերն է DJ Ամոնը։ Այսօր լավ երաժշտություն ենք ունենալու ամբողջ ընթացքում։ Շատ շնորհակալություն ենք ունեցության համար։ Իրոք անսպասելի էր, բայց ոնց որ թե գուշակում էի։ Դե անցնենք պատրաստման ընթացքին մի փոքր ուշ կվերանանք։ Ընթացքում էլ լավ երաժշտություն կունենանք։ Շատ բարի։ Всё։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հարուստ եւ հազվագյուտ տեսականին։ Ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաեւ մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Մենք արդեն ունեցել էինք հնարավորություն այս ամենը լսելու, չէ՞ էլ կասկածում։ Շնորհակալություն, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee-Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Հասանք պատրաստման ընթացքին։ Ձեր առջև դրված են բոլոր այն բաղադրիչները, որոնք դուք օգտագործելու եք, սկսենք թվել։ Կարտոֆիլ, հավի թևիկներ, պեպերոնի տեսակի երշիկ, պանիր, ձիթապտուղ, թթվասերի եւ կետչուպի խառնուրդ եւ արևածաղկի ձեթ։ Ինչից ենք սկսելու եւ Ագապին արդյոք պետք է լինելու օգնություն թե չէ, որովհետեւ միգուցե նա առաջին անգամ է պատրաստում կամ միգուցե սա արդեն 1825-րդ փորձն է նրա։ Այո։ 1825-րդ փորձն է, բայց կա բաներ, որ պետք է օգնենք ոչ թե Ագապին, այլ ով էլ պատրաստելու լիներ, պետք է օգնել, որովհետեւ Բարի։ Ինչպես նաեւ կա կանաչի։ Այո, այդ Ինչի համար է այն։ Սպանախ ենք պատրաստելու։ Ես կասկածում եմ, որ այն սպանախ է, կարծում եմ այն սիբեխ է։ Ինձ ասել են սպանախա։ Թող լինի դա այդպես, բայց ես մի փոքր կասկածներ ունեմ։ Սպանախա։ Ճշտեք, կուլիսներից կարող եք ճշտել։ Սիբեխ է թե սպանախ է։ Աստով էր սարհել է։ Ինչ են հավաքել։ Սպանախ։ Սպանախ, լավ, բայց միևնույնն է չեմ հավատում։ Խնդրեմ, ինչից ենք սկսում։ Ուրեմն կխառնեմ սա։ Ագապին կխառնի, որպեսզի ստանանք
այդ հավելումը, ես կհամեմեմ հավը եւ կարտոֆիլը։ Այո, պետք է մարինացնել։ Այո։ Առաջինը ձետ կլցնենք, եկեք գովազդենք։ Գովազդեք, իհարկե գովազդեք։ Սլաբադա։ Այո, այն ռուսական լավագույն ձեթերից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Խնդրեմ։ Սլաբադա։ Քաղցած չենք սպասում։ Դե։ Ձեթ ենք ավելացնում։ Ձեթ ենք ավելացնում։ Խոսենք մի փոքր հարսանիքների մասին, թե չխոսենք հարսանիքների մասին։ Իդեպ ես ցանկանում եմ ձեզ ասել շատ շնորհակալություն, որ ապահովել եք մեզ համար երաժշտություն, բայց մենք այն կունենանք հնարավորություն վայելելու կադրից դուրս, որովհետև կան որոշակի խնդիրներ, բայց դրանց մասին չխոսենք։ Այո, շնորհակալություն, որ ընկալեցիք ես ամենը, թեթև հումոր նաև, բայց լրացում կարծում եմ շատ։ Դե վստահաբար մենք ընդմիջումների ընթացքում կվայելենք երաժշտություն, ընկերս բավականին լավ DJ է, աղ եմ անում։ Կարծում եմ հարսանիքներից խոսենք մի փոքր։ Վերջին շրջանում նոր տենդենց է նկատվում եւ մարդիկ հաղորդավարներին, շոումեներին ընտրում են ամբողջ օրվա համար։ Մի ժամանակ ընտրում էին միայն ռեստորանների համար, հիմա ընտրում են ողջ օրվա համար։ Դուք անում եք այդպիսի ծառայություններ, մատուցում եք թե ոչ։ Այստեղ մի հատ ձայն կա, աղ։ Ահա։ Աղն է։ Էսի այն ամենացավոտ թեման է։ Ագապին օգնենք, թե չէ։ Այս մի վարքան Ագապի, էսի մի հատ լցնեմ։ Ինձ թվում է ձեթը պետքա վրան քսել։ Չէ, մի հատ ձեթը պետքա տակ գցենք, որպեսզի չկպնի։ Բարի։ Դու պահի ես կսեմ Ագապի, որտեղ բիբարոտ եմ, ես բիբարոտ եմ, որ պահեմ, դա լավ չի լինի։ Արի ես կսեմ, մնացածը դու դիր ու շարունակի։ Արշակ։ Այո։ Ախից հետո շարունակեցինք։ Շատ ցավոտ հակասական թեմա է, որին մենք բախվել ենք մեր շուկայում ու կարծում եմ հիմա պետքա հասկանալ, որ նա դրա ճիշտ լուծումը արդյոք դա ճիշտ է թե չէ։ Ես ունեմ իմ անձնական կարծիքը։ Ես դեռ չեմ գնացել մինչ այս պահը, բայց ու պայքարում եմ մինչև վերջ չգնալու համար, բայց ոնց որ կան բաներ, որ մենք ազդեցություն չունենք դրա վրա ու ստիպված պետքա անել ինչ-որ բաներ։ Դա մենք չենք որոշում։ Ես կուզենայի չգնալ, որովհետև դա մեր բաժինը չի անելու։ Բացատրեմ ինչ նկատի ունեմ, էլի։ Օրինակ, երբ որ այդ process-ն է, ես ինքս գիտեմ ինչի մասին է, երբ որ գնում են հարսի կամ փեսայի տուն, այդտեղ օրինակ ծնողի օրհնության խոսքն է, որ միակ տեղն է, որ պետքա օրինակ, չգիտեմ, հարսի papan խոսի։ Դա եթե մենք ենք անում, ոնց որ այդքանը ճիշտ չի դա։ Ես հիմա որոշել եմ գնամ, բայց ֆորմատը լրիվ ուրիշ է լինելու, ես այնտեղ եմ լինելու, որպեսզի կազմակերպեմ այդ process-ները, այսինքն էս չեմ անելու, էլի մեր տղեն հաստատ այդ չեմ գոռալու էլի, այստեղից նայում ես տղայի դեմքին այդքան էլ թակավոր չի, բայց ահա թե ինչպես ավարտվեց ձեր կարիերան։ Չէ, ես որոշեմ, որ տենց չեմ, որտեղ ես դա երգել չգիտեմ, դրա համար առաջինը դրա համար չեմ անի դա, եւ երկրորդը կարծում եմ ամեն մեկը պետքա իր գործով զբաղվի։ Այո, ես կողմ եմ, որ երգիչները պետքա գնան սիրունացնեն, այդ պահ երաժիշտները պետքա անեն, բայց այնտեղ ես անելիք չունեմ խոսքի տրամաբանության մեջ, էլի, այսինքն կազմակերպչական կլինեմ այս տարի, բայց միայն կազմակերպչական։ Քանի որ դուք դանակի հետ չեք աշխատում, ես կարծում եմ, որ մենք կկարողանանք համատեղել զրույցը եւ գործողությունները իրար հետ։ Այսինքն ձեզ մոտ կստացվի եւ գործել եւ խոսել։ Հիմա կարտոֆիլը ու միսը միասին ոնց որ խառնենք։ Եվ հիմա ձեզ պետք է օգնություն, որովհետեւ ձեր ձեռքերը ձեթոտ են, իսկ ձեզ ինչպես հասկանում եմ, պետք է համեմունք։ Օգնեմ ձեզ, թե ոչ արշակ, իհարկե։ Ինչ է անհրաժեշտ։ Այստեղ դուք բերել եք շատ լավ համեմունքներ, սունելի։ Այո։ Խնդրեմ։ Իսկ օրինակ Ագապիի հետ մանկական որևէ ծնունդ, մանկական որևէ կնունկ, ատամհատիկ վարելու առաջարկ եղել է։ Դզեց։ Չէիք մտածել այդ ուղղությամբ։ Ես այդտեղից կունենամ իմ հետաքրքրությունները իհարկե, ես օդկատներով չեմ աշխատում։ Հերիքա։ Ագապի ջան, չեն վերկանի մեր փողերը հանգիստ։ Բավականին չեն վերցնում մեր փողերը։ Բայց հետաքրքիր միտք է։ Այստեղ միակ խնդիրը այն է, որ ես չեմ ուզի Ագապին երբևիցե աշխատանքը անի, երբևիցե։ Հասկացա։ Բայց ոնց որ ասում են, կարելի է լավ Ում հետ սատանան չի կատակում։ Այո, բայց Ագապի, կարելի է դու լավ։ կուզես papai հետ գնալ աշխատանքի, ինչ որ մեկի ծնունդը վարելու, հետո երգես։ Ես չգիտեմ։ Դու չգիտես վարել, թե չգիտես կուզես, թե չէ։ Ես չգիտեմ, կուզեմ թե չէ։ Պետքա մտածես։ Դուետով մնացականյանները դուետով վարեն, որովհետև Ագապի ջան, մի քիչ էլ անցնի իմբոյին կլինես ու սիրուն դուետ կլինենք։ Ես կարծում եմ, որ այո, հատկապես որ Ագապին բավականին ճկուն է։ Այո։ Կօգնես էլի ինձ։ Ես դրա համար եմ այստեղ։
Խնդրում եմ։ Ինչ է անհրաժեշտ։ Այստեղ էլի ունեիք հետաքրքիր ցիտրոն, կլցնես։ Սիրով իհարկե։ Խնդրեմ։ Հենց բավական լինի, ասեք բավական է։ Ես ինչպես հասկանում եմ, մենք համեմելուց բացի նոր գործողություն չենք ունենալու եւ Ագապին դեռ պետք է քերի ամբողջ պանիրը։ Դրա համար ես կասես ինչ որ լավ երաժշտություն եւ մեր DJ ընկերոջը կհանցենք ընդմիջման ժամանակ միացնի քո ճաշակով։ այո, իհարկե կասեմ։ 3:33-ից որևէ մի բան կխնդրեմ։ 3:33-ից եղբայր մի բան չալիր։ Նոր համեմունք կա, որը պետք է ավելացնեմ։ Կարծում եմ ոչ։ Դե մի փոքր աղը կավելացնեմ, բայց դա արել է։ Դե խնդրեմ դուք այդ ամենը։ 3:33 խնդրում եմ Խառնեք DJ։ միասին։ Ստաչալ է։ Ագապի, կարողա քեզ էլ օգնեմ։ Հələ արի ես սենց անեմ, դու քերի։ Խնդրեմ։ Բայց պապաներ չէ խոստացել, որ պետք է օգնի, տեսնում ես ինչ էր անում։ Չի օգնում քեզ։ Ոչինչ։ Իսկ ովքեր են այս պիցայից փորձել։ Օրինակ քո ընկերուհիները եկել են ձեր տուն այս պիցան ուտելու, գնանք Ագապի հենց տուն պիցա ուտելու։ Իսկ գիտես, որ երբ կակաչները կկարմրեն, կամաչեն, դու երևի էլ չվիճես, հետս ու ինձ ճանաչես։ Խնդրեմ։ Երբ կակաչները կկարմրեն կամաչեն, դու երևի էլ չվիճես հետս ու ինձ ճանաչես, երբ ցերեկները կդառնան գիշեր։ Ագապի հետ վերադարձանք, խնդրում եմ պատմիր, ինչ ես անում։ Ես հիմա սոուսը կլցնեմ այս պիցայի խմորի վրա։ Հետո ինչ ես ավելացնելու։ Երևի ահա պանիր։ Լավ։ Երշիկը երևի վերջում զեյթունը, չէ։ Դե չխանգարենք, դու հանգիստ ստեղծագործիր, մենք շարունակենք Հայրիկի հետ զրուցել։ Մեր համատեղ մարինացումը պատրաստ է, ես կլցնեմ այստեղ։ Որևէ բան պետք չէր, տակը։ Ձեթ երկու տարբերակ կա, ինձ հուշեց կինես, կամ պետքա կալկա լինի, կամ ձեթ քսենք, ձեթ քսեցինք։ Տեղափոխենք այս ամենը ջեռոցը, թե։ Պարտադիր։ Ես միացրել եմ Դեռ շատ կա։ Որքան ենք սպասելու։ Քանի որ պիցան ավելի շուտ է լինելու, մենք երբ որ հասնի ժամանակը կդնենք, հիմա կարտոֆիլը եւ հավը կդնենք, մոտավորապես սպասելու ենք 40 րոպե։ 40 րոպե։ Շատ բարի։ Եվ անցնում ենք հաջորդ ուտեստի պատրաստմանը։ Այս ամենի մասին չէիք խոսել, ծնեբեկ եւ բեկոն։ Ես երեք եմ սա տեսել, էլի մեր ընկերներից Վաչեն էր պատրաստել Instagram-յան էջում։ Ես անկեղծ չգիտեմ ինչքանով կստացվի, բայց իր տեսքը շատ հոլիվուդյան, էսթետիկ, սիրուն ուտելիք է, փորձենք միասին պատրաստել։ Սիրով։ Ծնեբեկը բեկոնով փաթաթում ենք ու պանիրը լցնում ենք վրան, դնում ենք ջեռոցը։ Դե այս ընթացքում էլ կարծում եմ Ագապին կշարունակի պիցան պատել թանձրուկով, այնպես որ կդադարեցնենք նկարահանումը, կվերադառնանք մի փոքր ավելի ուշ։ Փակոնյամ։ Շատ գեղեցիկ է փաթեթավորված ամեն բան։ Շնորհակալություն։ Հրաշալի է։ Ագապի, որ փուլին ես հասել։ Հələ պանիրը չվերջացրի։ Դե խնդրում եմ վերջացրու պանիրը։ Արշակ, եթե հնարավորություն ունենայիք նոր մասնագիտություն ընտրելու, այսինքն 0-ից սկսելու ամեն բան, որը կլիներ այդ մասնագիտությունը։ Հիմիկվա խելքով, որ հնարավորություն ունենայի ու տարիները հետ տայի, կարծում եմ շատ լավ կսովորեի թատերական համալսարանում։ Նույն բաժնում։ Այո, նույն բաժնում, բայց շատ լավ կսովորեի։ Այսինքն ամբողջ ժամանակս ու ռեսուրսս կդնեի այդ մասնագիտության վրա։ Ինչ տեղի ունեցավ, որ չկարողացաք այդպես նվիրվել մասնագիտությանը։ Քանի որ սինխրոն աշխատում էի, որպես տարբեր գաղտնիք չէ։ Չէ, գաղտնիք չի, շինարարությունից մինչև վաճառք զբաղվել եմ ու այդ ժամանակ ոնց որ կյանքի ապրուստի հարց կար ու շատ դժվար էր էլի, այսինքն ինքդ գիտես թատերականում եթե ուզում ես լավ սովորես, օրվա մեծ մասը պետք է այնտեղ անցնի, եթե ինչ որ կետից հետ ես գնում, всё, վերջ, այսինքն դու զուտ ավարտում ես դիպլոմի համար։ Ինչպես ընտրվեց ռեստորանի ոլորտը, այսինքն հարսանիքներ, կորպորատիվներ։ Շատ հեշտ, որովհետև այն մասնագիտությունը, որը ես ունեմ, այսինքն նույն կավեինը, բեմը, դա ուղիղ կապ ուներ այն գործից, որը ես հիմա անում եմ։ Այսինքն եթե ես պետք է ընտրեի ինչ-որ բան, դա այդ գործն է, որը պետք է անեի, ու այն ժամանակ, որ ես ընտրեցի, շատ ակտուալ չէր սա, այսինքն Instagram-ում ով ուզում թամադա չէր եւ այլն, դա դժվար էր, որովհետև ես դպրոց եմ անցել նաեւ հարսանիքներ վայելու համար։ Իմ ավակ ընկերների հետ ես գնում էի, տեսնում էի այդ մանր հարցերը, որոնք որ պետք է իսկական հանդիսավարի իմանա, այսինքն ես ուղղակի չէի որոշել, որ վաղը վարում եմ ու վաղը գնացի, որովհետև ինքդ գիտես, կարծում եմ, որ շատ նուրբ պահ
պահեր կա, որ եթե դու տեղյակ չես, դու իրավունք չունես գնաս մարդկանց ամենակարևոր օրը անցկացնես։ Դա տեխնիկական մասն է, խոհանոցը, ռեստորանն է, նկարողներն են, երաժիշտներն են, դու պետքա այդ ռեսուրսը ունենաս, որպեսզի կարողանաս միջոցառում վարել։ Դուք դեռ երիտասարդ եք, բայց 15 տարի հետո կլինեք բավականին պատկառելի տարիքով մարդ։ Մի վարքյան էլի։ Միրաքյան։ Ինչի մեջ հարեմ ձուն։ Որտեղ միշտ գտել եմ կյանք, որտեղ որից լվում եմ ամանները, թող իմ դասավորածով մնա։ Իսկական տղամարդու խոսք է Ես սա, ասում եմ այո։ ինքը Հրաշալի է, Արշակ։ ես երբ եմ սրանք ստեղ դրել։ Սրբիչների տեղից չեք բողոքում, չէ՞, ամեն բան նորմալ է ձեր Չէ, պրոցեսների դասավորածով։ մեջ հասա նորմալ է։ Անցնում ենք ձվի հարելուն, կարծում եմ դա մտածածին սպանախի, իրականում այո, սպանախի։ այլ կանաչու համար է։ Հագապին շատ գեղեցիկ է ձևավորում պիցցան։ Սրագավե աչքի երբանելու ուժուպիտ։ Շատ հաճելի է, մենք սրտի թրթիրով կսպասենք։ Կիսատ մնաց մեր խոսակցությունը։ Այո։ 15 տարի հետո դուք կլինեք պատկառելի տարիքով մի մարդ, կգան երիտասարդներ եւ հրաշալի կերպով կփոխարինեն յուրաքանչյուրիս։ Ինչ եք անելու ըստ ձեզ մոտ 10-15 տարի հետո։ Նախ առաջի մասը հարցի ես հուսով եմ, որ ըստ արժանվույն կփոխարինեն մեզ, որտեվ ես այդքան է համաձայն չեմ, որ մենք ըստ արժանվույն փոխարինել ենք մեզնից եկողներին, որտեվ նայում ենք ինչա կատարվել, ինչ դպրոցներ են անցել ու հիմա ինչքան հեշտ է ամեն ինչ տրվում, ես կարծում եմ պետքա պայքարեն այդ ամեն ինչի համար, դա տենց։ Հարցի երկրորդ մասը։ Հարցի երկրորդ մասը ինչով կզբաղվեք 10-15 տարի հետո։ Եթե արդեն Ավելի թանկ թեթև կվարեմ, ցավոտ է հնչում իհարկե, բայց մեջքի ցավոտ։ պահանջարկը ավելի քիչ լինի։ Ես հիմա դրա համար օրինակ նույնպես եկեք խոսենք հայերեն բրենդը որ կա, ես մտածում եմ ինքը շատ մեծ ապագա ունի ու ես կարծում եմ ավելի пассив բիզնեսով կզբաղվեմ, բայց ես շատ եմ ուզում կինոյում, TV-ում ու այն ամեն ինչը որ անում, որովհետև կարծում եմ նաև այդ տարիքում կարամ օրինակ ֆիլմերում նկարահանվեմ։ Ամեն դեպքում ձեզ գայթակղում է դերասանի մասնագիտությունը, ինչպես հասկանում եմ։ Այո, ես վստահ եմ որ կարող եմ լավ անել դա։ Դե հուսամ կապացուցեք։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում կլինի շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում ԿՏՄ կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Դուք հետևում եք մեզ համացանցում։ Չեմ հավատում։ Ստուգենք։ Այո։ Մի վարքան։ Առանց ընդմիջելու իհարկե նկարահանումը։ Միանգամից բացում ենք, տեսնենք, դուք հետևում եք արդյոք մեր YouTube-յան էջին, թե ոչ։ YouTube-յան էջին չեմ հետևում։ Բայց ես որ ասում եմ, իզուր չեմ ասում։ Instagram-ն էի ասում։ Instagram-ում հետևում եք։ Մենք Պապա Ագապի էջով հետևում ենք։ Չենք հետևում։ Եվ չենք չեք հետևում։ հետևում։ Շնորհակալություն։ Քո այդ իմեջով ենք հետևում։ Ինչ ենք անում Արշակ ձուն հարելուց հետո։ Հարենք, քանի որ հավը եւ կարտոֆիլը ամենաուշտ են պատրաստ լինելու, մնացած այն ինչ որ մի քանի րոպեում է պատրաստելու, սինխրոն կսարքենք իրանց հետ, որպեսզի սիրուն սեղան ունենան։ Դուք հաճախ եք լինում խոհանոցում։ Ոչ։ Հասկացա։ Այն ժամանակ, երբ որ իրոք հավես ունեմ դրա, կարա դա լինի ամսվա մեջ մի քանի անգամ, խոսքը արագ ուտելու մասին չի, որովհետև հա կարող է ինչ որ արագ ձվածեղ պետք լինի պատրաստել, դրա մասին չի խոսքը, բայց սենց որ լրիվ մտնեմ մեջ ու կարող է ամսվա մեջ մի քանի անգամ։ Ագապի ի՞նչ է կատարվում այդտեղ, խնդրում եմ պատմիր։ Ես զգում եմ եւ դա շատ հաճելի է ու գովելի։ Ինչ է սարքել բալես։ Մազերը էս։ Դեմքնա։ Եթե Ագապին պիցայի բիզնես ունենար, տակ կտար, հենց ինչքան երժիկա լցրել։ Դե ամեն դեպքում կարծում եմ նրանք անկեղծ են եւ անկեղծությունը ամենաշատն է գնահատվում, ցանկանում են ամես հիացնել։ Ես չգիտեմ այսքան ինչ եմ անելու։ Պիցայի վրա այլ բաղադրիչ չկա, չէ՞, ավելացնելու։ Չէ։ Չէ։ Ագապին ասեմ որ իրա ճաշակով ասարկի, այն ինչ որ ինքն է սիրում, որ ուտի նաեւ, կարծում դուք եք Շատ հավանել։ ճիշտ որոշում։ Արշակ։ Էսե աբադոկսը, ինչ որ աբադոկ եմ դնում, աբադոկսը մի մասև դնում։ Եթե իրականում ջերմաստիճանը մի փոքր ավելի տաք լիներ, այդտեղից արդեն ճուտիկներ դուրս կգային։ Ինչ եք անում։ Շփվում ենք։ Շփվում եք։ Ինչ եք անելու լավ գոնե դա ասեք։ Դե սպասում ենք, որպեսզի սա մոտենա եփվելուն, որպեսզի մնացած գործողությունները անենք։ Հիմա կարծում եմ կարանք նաև անցնենք սալատին, որովհետև այս ծնեբեկը եւ բեկոնը մի քանի րոպեում են պատրաստվելու, որպեսզի չսառի։ Կսպասենք սա պատրաստ լինի, նոր միանգամից սրանք սպանախը կվերջացնենք ու կնստենք սեղան։
Բարի, դե մինչև Սալաթը, կանցնի որևէ ժամանակ։ աղցանը, եկեք խոսենք հայերեն։ Եկեք խոսենք հայերեն, ես չէի ուզում ասել, վստահ որ դուք կառնեք դա։ Աղցանը իրականում շատ դժվար է իմ համար, անկեղծ քանի որ սա մերն է, ես ինքս պետքա շատ հայերեն խոսեմ, բայց իրականում շատ, օրինակ սալաթը շատ օգտագործվող է, չէ՞։ Օրինակ եթե ասում ես սալատ, ոչ մեկ չի նեղվում դրանից, ու մեր լեքսիկոնի մեջ սա կա սալատ, բայց անդադ ինձ sense բզում են կողքից, եկեք խոսենք հայերեն, աղցան։ Ինչ է անհրաժեշտ աղցանի համար։ Բաղադրիչները թվեք։ Լոլիկ, Վարունգ, վարունգը հայերեն է ճիշտ է։ շատ հայերեն։ 1000 100-ն էլ է հայերեն, 1000-ն է։ Եթե 1000 բոլոկի, բողկ, ռեհան, իմ ամենասիրած կանաչիներից մեկը։ Հրաշալի ապրես Դնենք Ագապի։ պատրաստվի Ագապի արդեն թե շուտ է հələ։ Մատ կարամ այստեղ նայեմ ինչա։ Սիրով իհարկե։ Դեռ ժամանակ կա կարծում։ Լավն է հոտա։ Մի քանի րոպեից նոր կդնենք պիցան։ Բողկ, ռեհան ու տարբեր կանաչիներ։ Իհարկե, այս ամենը ուղղակի անհրաժեշտ է կտրատել եւ խառնել իրար։ Այո։ Որևէ բարդ բան չկա, նոր գործողություն չունենք այս պահին, այնպես որ կընդմիջենք, հետո կվերադառնանք մնացածը ավարտին հասցնելու համար։ Համեցեք։ Դուք էլ նույնպես։ Երաժշտություն մայստրո։ Հետո այս մարդուն վճարելու ես։ Իհարկե չէ։ Իսկ քեզ դուր կգար, որ օրինակ հիմա ինքը քեզ տաներ իրանց տուն, ասեր դե մեր մոտ եկել են նկարահանումներ, մի հատ բարի էս process-ը։ Պրոստա 3 նույն եղել է քո ասածը։ Հա, սա կոչվում է շատ հայերեն ասած քվիդ։ Քվիդ։ Հասկացա։ Լավ։ Պարտեր ենք աշխատում։ Ես իրանց տուն տան առիթներն եմ վարում, ինքը մեր տան առիթներն է վագում։ Ինչ առիթեր երեք։ Ատամ հատիկներ իրա։ Ասեմ ինչ քաշեց։ Չէ։ Պարզա չէ ինչ կա։ Ընկերս։ Մնաց վերջին փուլը։ Այո, ծնեբեկը բեկոնով արդեն գրիլի մեջ է։ Մի փոքր ձեթ ենք անում, որպեսզի կարծում եմ ավելի լավ էփվի։ Ու կդնենք ջեռոցը, մի 3-4 րոպե հետո կավելացնենք պանիրը, որովհետև պանիրը շատ շուտ է հալվում։ Ջեռոցը թե ճարպա ջեռոցը։ Ճարպա ջեռոցը։ Ահա։ Հայերեն գիտես ոնց է։ Ճարպա ջեռոց։ Այրոգրիլ։ Դու ուրիշ հայերենի ես տիրապետում։ Իմը մեծրոպ պաշտոցը չի գրել։ Հասկացա, կարող եք չասել, իհարկե։ Սպասում ենք որքան 3 րոպե, հա, հետո Քանի րոպե, ավելացնում ենք։ որովհետև այստեղ Եվ մեզ մնաց կանաչին։ կանաչին, այո։ Կանաչին ինչ մագնիշի էր։ Դու ճիշտ էիր, ես սխալվեցի, որն է իր ճիշտ։ Սիբեխ է Սիբեխ կանաչին։ ուրեմն կանաչին։ Սիրում եմ այս պահերը անկեղծ ասած։ Մենք խնդիր չունենք սխալները ընդունելու։ Ես չէի էլ ասում, որ դուք խնդիր ունեք։ Չէ, ես իմ մասին եմ ասում։ Եվ քանի որ այս սեզոնին շատ ակտուալ են կանաչիները, տապակած, մեր ընտանիքը շատ է սիրում այս ամեն ինչը, դրա համար մեր սառնանում միշտ ակտուալ է այս ամենը, եւ հիմա կլցնենք ձուն։ Ասեմ, որ մածուն ունենք։ Ահա։ Եվ կարծում եմ սրա հետ շատ կսազի ձեր առած գինին։ Վստահաբար։ Վերջ արշակ։ Այո, սա ինքն իրանով արդեն ասում թողեք ես իմ յուղով տապակվեմ։ Դե թողեք թող իր յուղով տապակվի։ Դե ուրեմն կհանդիպենք սեղանի շուրջ համտեսելու ընթացքում։ Լեկեք սեղանը գցեք սաղդ։ Ագապի։ Կանով։ Ագապի։ Էն պիցայից ինչ կա, ինչ վիճակում է գտնվում։ Արինայինք։ Ես ագամ։ Հələ արի։ Արի հասկանա։ Անգլերեն էի գրում։ Իմ Ես բացեմ, ասի։ Ո՞վ։ Օ, այս ոնց է հալվել սենց պանիրը։ Հալվել բույրը։ Կուտենք ամեն դեպքում։ Անպայման։ Վերջացավ։ Եվ այսպես մենք սեղանի շուրջ ենք, մեզ միացավ ձեր երաժիշտ ընկերը, ով այսօր մեզ ամբողջ օրը ապահովեց հրաշալի երաժշտությամբ, շնորհակալություն ընկերս։ Հիմա խնդրում եմ ներկայացրեք, ինչեր ունենք ի վերջո պատրաստված։ Ագապի առաջինը դու ասա։ Ես ստակել եմ պիցցա։ Այս տեսքով։ Դե բարի ախորժակ, քեզ Ագապի։ Ունենք կարտոֆիլ, հավ, ծնեբեկը, Շատ հետաքրքիր եւ ախորժալի տեսք ունի, աղցանը, այո, բանջարեղենային աղցանը եւ Սիբեխը։ Արշակ, քանի որ դուք ավարտել եք ռեժիսուրայի ֆակուլտետը, ես պետք է խնդրեմ, որպեսզի լարեք ձեր ստեղծագործ միտքը եւ սկսեք անվանակոչել բոլոր այն ուտեստները, որոնք պատրաստել եք դուք։ Անվանակոչեմ։ Այո։ Ինչպես կկոչվի օրինակ այս հիմնական տաք ուտեստը։ Սա կկոչվի, կարծում եմ,
Գովաց չեն կարա, չէ՞, անենք։ Ոչ։ Գովաց չեն կարա։ Իսկ կարող ես նմանացնեմ իրանց մարդկանց։ Կարող եք իհարկե ցանկացած անել։ Եկեք սա թող լինի մի վարքյան։ Սա թող լինի Շուշանա Պետրոսյան։ Հետո Սա թող լինի Ռազմիկ Ամյան։ Եվ Դուք չեք հարցնում խի, հետո ձեր վրա լինի, ես կարամ ասեմ խի։ Չէ։ Սա Լիլիթ Հովհաննիսյան։ Եվ այստեղ թող Վաչեն լինի, ով պատրաստել է այս ուտելիքը։ բարի։ Խնդրեմ ինձ չքլնգեք, ես դուք եկաք իմ մտքին, իսկ սա ես դուք կուտեք սրանք, ես կուտեմ առանձին ուտելիք, որովհետև ես հիմա մի փոքր այլ կերպ եմ սնվում, քանի որ նաև մարզվում եմ ու ինձ պետք է արագ քաշ գցել, որպեսզի իմ կոստյումները կոչկվեն։ Ես դոկտոր Շուշանիկին եմ ուզում շնորհակալություն հայտնել, ով այս համով ուտելիքները ինձ ուղարկում է։ Դե խնդրեմ։ Շուշանը Պետրոսյան։ Ազդարարեք երեկոյի մեկնարկը խնդրում եմ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք այսօր մեզ հյուր եք։ Ձեր հաղորդումը մենք շատ սիրում ենք։ Հուսով եմ, որ լավ ժամանակ անցկացրեցինք իրար հետ։ Հիմա համով կսնվենք, ձեզ կանաչ ճանապարհ, լավ հյուրեր եմ մաղթում, նոր դեմքեր եւ լիքը փող։ Շնորհակալություն շատ, բավականին թանկ նստեց այս ամենը մեզ վրա, կարծում եմ։ Ես էի ուզում։ Ես չեմ ասել իրան, Ես էի ուզում։ Բարի ախորժակ, մեծ շնորհակալություն։ Ձեզ էլ։ Արշակ, խնդրում եմ կփոխանցեք այդ արվեստի գործը Վաչե անունով։ Լավ, հիմա չենք նկարում, հələ կասես այդ անունները ինչով էին պայմանավորված։ Շուշանի Պետրոսյան ես վերջում շատ մի հատ լավ բանի մանեի հաղորդմանն եմ ես վերջում տենցյան ակտիվ հետևել կարոտած էի ու անդադ ինքը գալիս է մտքիս որպես մեր կարծում եմ ասպարեզի լավագույն արտիստներից մեկը տենց ինքը եկավ սկզբից ու մնացածը դրեցի գնաց հասկացա դե մեզ բարի ախորժակ Շուշանին Պետրոսյան շատ եմ սիրում իր արտիստիզմը իր ամեն ինչը կարծում եմ իր տեղը երևում է շոու բիզնեսում ես խնդրում եմ որ հետ վերադառնաք բարի ախորժակ Շնորհակալություն Իսկ թվա պիցան համով է լինելու շատ։ Իսկ դա լավ էր, համով էր։ Էփել է։ Այո։ Այնքան ինչքան պետք է էփել է։ Այսինքն սա կարելի է առօրյայում սարքել ուտել հաճելի process է, հա։ Փորձարկումներ ես անում, հա, մեր վրա։ Դե այլ կոնկրետի չգիտեի։ Հասկացա։ Մնացականյաններ, շատ շնորհակալություն հետաքրքիր ուտեստների, զրույցների եւ բացահայտումների համար։ Քանի որ մենք գումի շուկայում էինք, ես ձեր համար նվեր եմ առել նանա, հուսով եմ սիրում եք։ Հաստատ նանա է, չէ՞ դա։ Էսի չի քննարկում, եթե ուրիշ բան չեն տվել։ Սա ձեզ, իրան սա ձեզ։ Շնորհակալություն։ Ապրեք լավ օրվա համար։ Դուք նույնպես շատ հաճելի էր, լավ մնացեք, ես ձեզ մաղթում եմ, որ ձեր բոլոր կոստյումները ձեզ վրայով լինեն։ Շնորհակալություն։ Լավ եղեք։ Հաջողություն։ Ագապի լիքը բանա մնաց է ուտելու թռանք խզարենք։ Մենակ երեխեք։ Հա? Բամենք։ Եկեք։ Նանա ունենք, ուրցուն, էս ինչ էր, ուրց թե նանա։ Չգիտեմ, ըստ դրածել վեկալա։ Հասկացա, դե ես ձեզ։ Դե եկեք։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere.
Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.